Այս տները լցված են ուրվականների պատմություններով, անբացատրելի երևույթներով և սարսափելի ողբերգություններով։ Տներ, որոնք վախեցնում են նույնիսկ ամենաքաջերին։ Կալիֆոռնիայի խորհրդավոր Վինչեսթերի տնից մինչև Լուիզիանայի սարսափելի Միրտլսի տնկարանը յուրաքանչյուր այս պատմությունը կզարմացնի ձեզ։ Այսպիսով, անջատեք լույսը, հարմար նստեք և պատրաստվեք իմանալ այն գաղտնիքները, որոնք թաքցնում են Ամերիկայի ամենասարսափելի տների պատերը։ Իսկ մինչ տեսանյութը դիտելը անպայման հավանեք այն և բաժանորդագրվեք ալիքին, հետագա էլ ավելի հետաքրքիր թեմաները բաց չթողնելու համար։ Վինչեսթերի խորհրդավոր տուն։ Վինչեսթերի խորհրդավոր տունը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սան Խոսե քաղաքում։ Այս տունը հայտնի է իր յուրահատուկ և խորհրդավոր ճարտարապետությամբ, որն իր կառուցման ընթացքում դարձել է բազմաթիվ լեգենդների ու պատմությունների հիմք։ Տունը պատկանել է Սառա Վինչեսթերին, ով եղել է Վինչեսթեր զենքի ընտանիքի ժառանգորդը։ Սառան ամուսնացած էր Վիլյամ Վինչեսթերի հետ, ով Վինչեսթերի հրացանների գործարանի սեփականատերն էր։ 1881 թվականին, երբ Վիլյամը մահացավ տուբերկուլյոզից, Սառան ստացավ մեծ ժառանգություն։ Սառան հավատում էր, որ ընտանիքի բոլոր դժբախտությունները կապված են Վինչեսթերի հրացաններով սպանված մարդկանց հոգիների հետ։ Շատերի կարծիքով նա մտածում էր, որ եթե շարունակի տունը կառուցել, այդ հոգիները չեն գտնի նրան։ Սառան սկսեց տունը վերակառուցել 1884 թվականին և շարունակեց դրա կառուցումը մինչև իր մահը 1922 թվականին։ Տունը ունի մոտ 160 սենյակ, 10,000 պատուհան, 2000 դուռ, 52 սանդուղք, 47 բուխարի և անթիվ գաղտնի սենյակներ և միջանցքներ։ Տունը հայտնի է իր խորհրդավոր և խճճված ճարտարապետությամբ, ներառյալ սանդուղքներ, որոնք տանում են ոչ մի տեղ, դռներ, որոնք բացվում են դեպի պատեր, և պատուհաններ, որոնք նայում են այլ սենյակների։ Վինչեսթերի տունը հայտնի է նաև իր բազմաթիվ լեգենդներով։ Ասում են, որ տունը բնակեցված է բազմաթիվ հոգիներով, և Սառան կառուցել է այդպիսի խճճված տունը, որպեսզի շփոթեցնի և խուսափի այդ հոգիներից։ Տարբեր այցելուներ և աշխատակիցներ պնդում են, որ լսել են խորհրդավոր ձայներ և տեսել են անբացատրելի երևույթներ տանը։ Այսօր Վինչեսթերի խորհրդավոր տունը հայտնի զբոսաշրջային վայր է, որը բաց է այցելուների համար։ Տունը հնարավորություն է տալիս այցելուներին տեսնել Սառայի կառուցած յուրահատուկ ճարտարապետությունը և լսել նրա մասին բազմաթիվ լեգենդներ։ Այստեղ անցկացվում են նաև գիշերային զբոսանքներ և հատուկ միջոցառումներ։ Լիզի Բորդենի տունը գտնվում է Մասաչուսեթ նահանգի Ֆոլ Ռիվեր քաղաքում։ Այս տունը հայտնի է իր պատմությամբ և առանձնահատուկ ուշադրություն է գրավում այն ողբերգական իրադարձությունների պատճառով, որոնք տեղի են ունեցել այստեղ։ Պատմությունը։ 1892 թվականի օգոստոսի 4-ին Էնդրյու և Էբի Բորդեններին գտան մահացած իրենց տանը։ Նրանք ենթարկվել էին դաժան հարձակման, դանակով կամ կացնով։ Լիզի Բորդենը, նրանց աղջիկը, մեղադրվում էր այդ սպանություններում։ Լիզին կանգնեց դատարանի առաջ, բայց 1893 թվականին նա արդարացվեց այդ մեղադրանքներից։ Սպանության գործը երբեք չլուծվեց, և այն մնաց որպես մեկը Ամերիկայի ամենահռչակավոր չլուծված գործերից։ Տունը։ Լիզի Բորդենի տունը գտնվում է Ֆոլ Ռիվերի 92 երկրորդ փողոց հասցեում։ Տունը երկհարկանի է և ունի մի քանի սենյակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը և պատմությունը։ Հյուրասենյակ։ Այստեղ գտան Էնդրյու Բորդենին մահացած բազմոցին պառկած։ Ննջասենյակ։ Էբի Բորդենին գտան մահացած իրենց ննջասենյակում։ Լիզի Բորդենի տան մասին շատ լեգենդներ կան, և այն հայտնի է որպես մի վայր, որտեղ հաճախ են հանդիպում անբացատրելի երևույթներ։ Ասում են, որ տունը բնակեցված է Էնդրյու և Էբի Բորդենների հոգիներով, ինչպես նաև այլ հոգիներով։ Հետազոտողները և այցելուները հաճախ են նշում, որ լսել են խորհրդավոր ձայներ, զգացել են անբացատրելի ներկայություններ և տեսել են ստվերներ։ Այսօր Լիզի Բորդենի տունը գործարկվում է որպես հյուրատուն և թանգարան։ Այցելուները կարող են մնալ այն սենյակներում, որտեղ կատարվել է այդ ողբերգական իրադարձությունները, և զգալ պատմության ներկայությունը։
Տունը առաջարկում է գիշերային զբոսանքներ եւ պատմական ուղեցույցներ, որոնք մանրամասնորեն պատմում են Բորդենների ընտանիքի մասին եւ այն ողբերգական դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել այստեղ։ Ամիթվիլի սարսափելի տունը գտնվում է Նյու Յորք նահանգի Ամիթվիլ քաղաքում։ Այս տունը հայտնի է իր սարսափելի պատմություններով եւ տարատեսակ լեգենդներով, որոնք կապվում են նրա անցյալում տեղի ունեցած դաժան իրադարձությունների հետ։ Պատմությունը 1974 թվականի նոյեմբերի 13-ին Ռոնալդ Դեֆեո կրտսերը սպանեց իր ամբողջ ընտանիքը, ծնողներին եւ 4 քույրերին ու եղբայրներին, մինչ նրանք քնած էին իրենց տանը։ Նա կրակեց նրանց վրա հրացանով։ Ռոնալդը մեղադրվեց եւ դատապարտվեց ցմահ բանտարկության։ Լուցերի ընտանիքի պատմությունը 1975 թվականի դեկտեմբերին Ջորջ եւ Քեթի Լուցերը տեղափոխվեցին այդ տունը իրենց 3 երեխաների հետ։ Նրանց այստեղ ապրելուց հետո սկսվեցին տարատեսակ անբացատրելի եւ սարսափելի իրադարձություններ։ Ընտանիքը պնդում էր, որ տանը կատարվում էին տարօրինակ երևույթներ, ներառյալ անբացատրելի ձայներ եւ աղմուկներ, անհայտ աղբյուրներից եկող վատ հոտեր, դռներ եւ պատուհաններ, որոնք ինքնաբերաբար բացվում եւ փակվում էին, Ջորջ Լուցի անընդհատ սառչող մարմինը եւ վատառող զգացողությունը, Քեթի Լուցի վրա անհայտ վերքեր եւ կապտուկներ։ Լուցերի ընտանիքը միայն 28 օր ապրեց այդ տանը եւ ապա լքեց այն, պնդելով, որ տունը բնակեցված է չար հոգիներով։ Ամիթվիլի տունը դարձել է բազմաթիվ գրքերի, ֆիլմերի եւ վավերագրական ֆիլմերի հիմք։ Ամենահայտնիներից մեկը Ամիթվիլի սարսափները գիրքն է, որը գրվել է Ջեյ Էնսոնի կողմից եւ առաջին անգամ հրատարակվել է 1977 թվականին։ Գիրքը պատմում է Լուցերի ընտանիքի սարսափելի փորձառությունների մասին։ Ներկայումս Ամիթվիլի տունը դեռ կանգուն է եւ գտնվում է մասնավոր սեփականության տակ։ Այն մի քանի անգամ վաճառվել է եւ փոխել է իր սեփականատերերին։ Չնայած բազմաթիվ լեգենդներին եւ պատմություններին, ներկայիս բնակիչները պնդում են, որ տանը անբացատրելի երևույթներ չեն լինում։ Ուեյլիի տունը Ուեյլիի տունը գտնվում է Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ Այն հայտնի է որպես Ամերիկայի ամենահայտնի եւ ամենասարսափելի տներից մեկը, որը հայտնի է իր բարդ պատմությամբ եւ բազմաթիվ լեգենդներով։ Պատմությունը Ուեյլիի տունը կառուցվել է 1857 թվականին Թոմաս Ուեյլիի կողմից։ Այս տունը ծառայել է որպես Ուեյլիի ընտանիքի բնակարան, բայց նաև որպես խանութ, դատարան եւ տարբեր այլ նպատակներով օգտագործվող շինություն։ Ուեյլիի տունը կառուցվել է այն վայրում, որտեղ նախկինում գտնվել է մի մահապատժի հրապարակ։ Այդ հրապարակում կախված է եղել Ջեյմս Ռոբինսոնը 1852 թվականին եւ ասում են, որ նրա հոգին շարունակում է ներկայություն ունենալ տանը։ Ուեյլիի տունը հայտնի է իր բազմաթիվ լեգենդներով եւ անբացատրելի երևույթներով։ Ահա որոշ հայտնի պատմություններ եւ երևույթներ, որոնք կապված են այս տան հետ։ Թոմաս Ուեյլիի եւ նրա ընտանիքի ներկայությունը։ Բազմաթիվ այցելուներ եւ աշխատակիցներ պնդում են, որ տեսել են Թոմաս Ուեյլիի եւ նրա ընտանիքի անդամների ուրվականները, հատկապես Թոմաս Ուեյլիի եւ նրա դստեր Աննա Ուեյլիի, հիվանդությունների եւ մահերի սենյակներ։ Տան որոշ սենյակներ կապված են ընտանիքի անդամների հիվանդությունների եւ մահերի հետ եւ ասում են, որ այդ սենյակներում հաճախակի են լսվում խորհրդավոր ձայներ եւ զգացվում են անբացատրելի հոտեր։ Յանկի Ջիմի ոգին Ասում են, որ Յանկի Ջիմի ոգին հաճախ հայտնվում է տան ննջասենյակներում եւ սանդուղքների մոտ։ Բազմաթիվ այցելուներ եւ հետազոտողներ պնդում են, որ տեսել են նրա ուրվականը կամ զգացել նրա ներկայությունը։ Ներկայումս այսօր Ուեյլիի տունը գործում է որպես թանգարան եւ հայտնի զբոսաշրջային վայր։ Տունը բաց է այցելուների համար, ովքեր կարող են տեսնել դրա պատմական սենյակները, լսել Ուեյլիի ընտանիքի մասին պատմությունները եւ զգալ այս տան խորհրդավոր մթնոլորտը։ Ուեյլիի տունը նաեւ առաջարկում է գիշերային զբոսանքներ եւ հատուկ միջոցառումներ, որոնք ընդգրկում են պատմական եւ սարսափելի պատմություններ տան մասին։ Բելլի վհուկի քարանձավը եւ տունը Բելլի վհուկի քարանձավը եւ տունը գտնվում են Թենեսի նահանգի Ադամս քաղաքում։ Այս վայրերը հայտնի են իրենց սարսափելի լեգենդներով եւ պատմություններով, որոնք վերագրվում են Բելլի վհուկի առեղծվածին։ Պատմությունը Բելլի վհուկի պատմությունը սկսվում է 19-րդ դարի սկզբին, երբ Ջոն Բելը եւ նրա ընտանիքը տեղափոխվեցին Թենեսիի Ռոբերտսոն շրջանի ֆերմա։
Ընտանիքի անդամները շուտով սկսեցին հանդիպել տարատեսակ անբացատրելի եւ սարսափելի երևույթների։ Վհուկի լեգենդը։ Ըստ լեգենդի, Բելի վհուկը մի չար հոգի էր, որը տարատեսակ ձևերով ներկայանում էր Բելի ընտանիքին։ Ահա որոշ պատմություններ եւ դեպքեր, որոնք կապված են այս լեգենդի հետ։ Ջոն Բելի հիվանդությունը եւ մահը։ Ջոն Բելը սկսեց տառապել տարատեսակ հիվանդություններից եւ վախերից։ Ըստ լեգենդի, վհուկը խոշտանգում էր Ջոնին մինչև նրա մահը 1820 թվականը։ Հենց նրա մահից հետո վհուկը հայտարարեց, որ նա ստացել է իր հաշվեհարդարը։ Բետսի Բելի հետապնդումները։ Վհուկը հաճախակի տանջում էր Ջոն Բելի դստերը Բետսի Բելին, ասում են, որ նա խփում էր Բետսիին, քաշում նրա մազերը եւ անընդհատ տանջում նրան։ Վկաների տեսությունները։ Բել ընտանիքի անդամները պնդում էին, որ նրանք տեսել են տարատեսակ ուրվականներ եւ լսել են խորհրդավոր ձայներ։ Այդ դեպքերը գրավեցին նաեւ հարևաններին, ովքեր նույնպես պնդում էին, որ լսել եւ տեսել են տարօրինակ երևույթներ։ Այսօր Բելի տունը եւ քարանձավը հայտնի զբոսաշրջային վայրեր են։ Այստեղ հաճախ կազմակերպվում են զբոսանքներ եւ հատուկ միջոցառումներ, որոնք ընդգրկում են Բելի վհուկի պատմությունները եւ լեգենդները։ Այցելուները կարող են տեսնել Բել ընտանիքի հին բնակավայրը եւ քարանձավի մթին միջանցքները, որտեղ ըստ լեգենդի վհուկը ներկայանում է։ Միրտլսի տնկարան տունը գտնվում է Լուիզիանա նահանգի Սենթ Ֆրանցիսվիլ քաղաքում։ Այս տունը համարվում է ԱՄՆ-ի ամենահայտնի եւ ամենահերոսական վայրերից մեկը։ Տունը հայտնի է իր հարստապատ պատմությամբ եւ բազմաթիվ լեգենդներով ու սարսափելի պատմություններով։ Պատմությունը։ Միրտլսի տնկարան տունը կառուցվել է 1796 թվականին գեներալ Դեվիդ Բրեդֆորդի կողմից։ Տունը կառուցվել է որպես տնկարանական ֆերմա եւ հայտնի է դարձել իր պատմական ու մշակութային նշանակությամբ։ Միրտլսի տնկարան տունը հարուստ է լեգենդներով եւ սարսափելի պատմություններով։ Ահա որոշ հայտնի պատմություններ եւ երևույթներ, որոնք կապված են այս տան հետ։ Քլոյի պատմությունը։ Ամենահայտնի լեգենդը պատմում է Քլոյի մասին, մի ստրուկ, ով աշխատում էր տնկարանատանը։ Ասում են, որ Քլոյը պատժվել է իր տերերի կողմից եւ զրկվել ականջից։ Վրեժի նպատակով Քլոյը թունավորել է Միրտլսի ընտանիքի անդամների քաղցրավենիքները, որը հանգեցրել է ընտանիքի անդամների մահվանը։ Այնուհետև Քլոյին կախել են եւ նրա ուրվականը շարունակում է ներկայանալ տնկարանատանը։ Պատերի ուրվականները։ Տան տարբեր սենյակներում հաճախ նշվում են ուրվականներ եւ ստվերներ։ Ասում են, որ տանը բնակվում են նախկին բնակիչների հոգիները, ովքեր մահացել են այստեղ։ Հիվանդությունների սենյակները։ Տան որոշ սենյակներ կապված են հիվանդությունների եւ մահերի հետ։ Հաճախ լսվում են խորհրդավոր ձայներ եւ տեսանելի են անբացատրելի երևույթներ։ Ուրվականների տեսումներ։ Այցելուները հաճախ նշում են, որ տեսել են երեխաների եւ մեծահասակների ուրվականներ տան տարբեր սենյակներում։ Անբացատրելի ձայներ։ Բազմաթիվ այցելուներ պնդում են, որ լսել են քայլերի ձայներ, աղմուկներ եւ խոսակցություններ, երբ տունը դատարկ էր։ Ներկայումս այսօր Միրտլսի տնկարան տունը գործարկվում է որպես հյուրատուն եւ թանգարան։ Այցելուները կարող են մնալ այն սենյակներում, որտեղ կատարվել են սարսափելի դեպքերը եւ զգալ պատմության ներկայությունը։ Տունը առաջարկում է գիշերային զբոսանքներ եւ հատուկ միջոցառումներ, որոնք ընդգրկում են պատմական եւ սարսափելի պատմություններ տան մասին։ Այստեղ նաեւ հաճախակի կազմակերպվում են սարսափ ֆիլմերի ցուցադրություններ եւ հետազոտություններ։ Ահա եւ մենք ավարտեցինք մեր ճանապարհորդությունը Ամերիկայի ամենասարսափելի տներով։ Այս տները լցված են առեղծվածքներով, ողբերգություններով եւ ուրվականների պատմություններով, որոնք շարունակում են ապրել դրանց պատերի մեջ։ Չնայած սարսափելի պատմություններին եւ լեգենդներին, այս տները նաեւ կարեւոր պատմական եւ մշակութային ժառանգություն են, որոնք միշտ կմնան պատմության մեջ։ Իսկ այսօրվա տեսանյութը մոտեցավ իր ավարտին։ Եթե հավանեցիք այն, անպայման բաժանորդագրվեք ալիքին ու միացրեք զանգակը, հետագա էլ ավելի հետաքրքիր տեսանյութերը բաց չթողնելու համար։ Մինչ նոր հանդիպում։